Զարագացել Շուշանացը։ Ես հարցրում եմ Շարմազանը, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու այս գործընթացից ինչպիսին են ձեր ակնկալիքները։ Ակնկալիքները դրական պետք է լինեն, որովհետև Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր օր մնալ իշխանության ղեկին աղետալի է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար։ Կարծում եմ ավելորդ է անել շեշտադրումներ, թե ինչու։ Առնվազն ես 7 տարի առաջ եմ եղել այս շենքում, երբ որ այս շենքից գնում էի, մենք ունեինք երկու հայկական հանրապետություն, Արցախ ունեինք, Արցախում ապրում էր շուրջ 150,000 հայություն, Արցախը չէր ենթարկվել էթնիկ զտման, Հայաստանի 240 քառակուսի կիլոմետրը օկուպացված չէր Ադրբեջանի կողմից, կառավարությունն էլ եկեղեցու դեմ դուրս չէր գալիս, Արարատից չէր հրաժարվում, Ցեղասպանության միջազգային ճանաչումից էլ չէր հրաժարվում։ Բնականաբար բարև ձեզ, ինչպես եք։ Ինչու չճանաչեցիք, թեև մի քանի անգամ նման նախագիծ ներկայացվել են դրությամբ։ Չճանաչեցինք, որովհետև մեր նպատակը ոչ թե Արցախի միակողմանի ճանաչումն էր, այլ Արցախի միջազգային ճանաչումը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով եւ մեր բանակցային ժառանգությունը այնպիսին էր, որ հնարավորություն էր տրվում Արցախի հանրաքվեով ճանաչել Արցախի անկախությունը միջազգայինորեն, որովհետև միակողմանիորեն Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի ճանաչումը կնշանակեր տորպեդահարել բանակցային գործընթացը, նույն այն պատճառով, ինչ որ ապագայում Նիկոլ Փաշինյանը չի ճանաչել Արցախի անկախությունը։ Չնայած ավարտեմ, չնայած այն հանգամանքի, որ 19 թվականի օգոստոսի 4-ին Ստեփանակերտում Փաշինյանը իրականացրեց ռազմավարական մեծ սխալ, որը հետագայում աղետի վերածվեց, Արցախյան խնդիրը ինքնորոշման իրավունքի հարցից վերածելով տարածքային վեճի, գոռալով Արցախը Հայաստանը եւ վերջ։ Պարոն Շարմազանov, դուք այսօրվա լսումները ինչ եք կարծում, առարկայական ինչ կարող են իմպիչմենտի գործընթացի հետ կապված, ինչ հոշափելի արդյունք կարող են տալ։ Լսումները տեսնենք, մի հատ լսումները նրա համար են, որպեսզի ոչ միայն խոսենք, այլ նաեւ լսենք ընդդիմադիր ուժերի, միգուցե նաեւ իշխանության կարծիքները, այնուհետև օրենսդրական նախաձեռնություն է, այդ նախաձեռնությունը պետք է գնա համապատասխան հանձնաժողով, այնտեղ հետո կերևա։ Իսկ տարբերակ կա, որ այնուամենայնիվ ԿՊ-ն կմիանա այս նախաձեռնությանը, եթե ընդդիմություն։ Նախ եւ առաջ պետք է, կարծեմ, նախ եւ առաջ պետք է միանա ընդդիմությունը, հետո նոր ԿՊ-ն։ Հայաստան Վաշինգ, այսինքն մտավախություն ունեք, որ չի միանա։ Ես մտավախություն ունեմ երկիր կորցնելու, Հայաստան կորցնելու, այլ ոչ թե ինչ-որ մեկը միանա կամ չմիանա։ Հայաստան խմբակցությունից մի քանի պատգամավոր մասնակցում են, կարող է հնարավորությունը տեսնում եք, որ միանան այնուամենայնիվ նախաձեռնության։ Հնարավորությունները միշտ կան, ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է։ Դա թույլ տվեք ողջունեմ ընկերներին։ Ինչու այն ամենայնիվ, որևէ Բարև իշխան։ Լավ, գնամ ընդ։ Բայց կարող է հարցը միանացած վերադառնալով Արցախի Ուշանում ենք դրա համար, այո։ 2018 թվականի ապրիլին հանրապետության նախագահ ելույթը, որտեղ վերջինս ասաց, որ բանակցություններ Այո, շատ լավ հիշում եմ։ Ինչի մասին է հանրապետության նախագահի վարչապետ դառնալ պատրաստվող Սերժ Սարգսյանի ելույթը, դուք ասում եք, որ ապավինում էիք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախի հարցի կարգավորումը։ Պարոն Փաշինյանը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արդեն հարցը փակուղի էր մտել։ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հարցը փակուղի չէր մտել, Ադրբեջանն էր տորպեդարում բանակցային process-ը, Ադրբեջանն էր ապակառուցողական եւ դրա մասին մեկ անգամ չէ, որ խոսել են համանախագահները եւ այդ թվում 16 թվականի ապրիլյան պատերազմից հետո համանախագահ երկիր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար պարոն Լավրովը, որ նշել է, որ 11 թվականին Կազանյան փաստաթղթից հրաժարվել է Ադրբեջանը, այլ ոչ թե Հայաստանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը արեց այնպես, որ բանակցային process-ում
տորպեդահարողը դարձավ Հայաստանի Հանրապետությունը, այլ ոչ թե Ադրբեջանը եւ դրանով իսկ կազմ բելի ստեղծելով Ալիևին պատերազմ սկսելու համար։ Եթե Ադրբեջանը տորպեդահարում, Եթե չի տորպեդահարում, ինչու գործիքակազմ չէր կիրառում տորպեդահարողին, ապա կառուցողական բանակցողի նկատմամբ որոշակի գործողություն։ Հարգելի Մինսկի խումբը գործիքակաց, Մինսկի խումբը շատ լավ գործիքակաց կիրառում է եւ հայկական կողմի եւ նախագահ Սարգսյանի ջանքերով 16 թվականի ապրիլյան պատերազմից հետո, եթե տեղյակ չեմ, տեղեկացնեմ ձեզ, Իգործ դրվեցի մինչև փակդարները հոկտեմբերին է, ես ասում եմ հունիսից։ Տեղի ունեցավ Ժնևի, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի մոնիտորինգի մեխանիզմների ներդրումը, որից սկզբում հրաժարվում էր Ալիևը, հետո ստիպված ընդունեց, իսկ այո, շատ ճիշտ եք դուք նշում, փակդարների հետևում է 16 թվականի հոկտեմբերի 7-ին Ալիևն ասեց, որ միջազգային հանրությունը իրենից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը։ Բայց չեք շարունակությունը ասում եք, պարոն Շարմազան։ Շարունակությունը ո՞րն է։ Ո՞րն է։ Բայց դա երբեք տեղի չի ունենա։ Երբեք տեղի չունենա, որոշող Ալիևը չէր։ Այսինքն իր ներքին լսարանի համար արած հայտարարություն։ Դա ներքին լսարանի համար արած հայտարարություն չէր, պարոն Փաշինյանին առաջարկեք, թող հրապարակի 19 թվականին, ապրիլ-հունիս ամսին, Մինսկի խմբի համանախագահների կողմից իրեն առաջարկված փաթեթը, ըստ որի Արցախը ունենալու էր միջանկյալ կարգավիճակ եւ Արցախին հնարավորություն է տրվելու հանրաքվեով հասնել իր անկախության։ Ասեք, թող Փաշինյանը հրապարակի, տեսում։ Պարոն Շարմազանov, իսկ դուք ինչ եք հրապարակում։